Այո, շատ ընկերներ եւ այդ ընկերների մի զգալի մասը նաեւ իմ գործունեության լրագրող տարիներից իմ ընկերներն են, ձեր շարքերում են, լրագրողներից շարքերում են։ Ես դաստիարակվել եմ, որ ազնիվ ապրելն է միայն բարոյական։ Իմ ծնողները ինձ այդպես են դաստիարակել։ Ու ես ամբողջ իմ գործունեության ընթացքում ձգտել եմ ապրել ազնիվ։ Ես գիտակցում եմ, որ շատ դեպքերում մարդիկ իրենք պաշտոնը, իշխանությունը ընկալում են այնպես, որ եթե օրինակ իրենք ունենան պաշտոն կամ իշխանություն, այ կանեն իրենց համար էս, որովհետև եթե մարդը ինքը նման կերպ չի մտածում, չի կարող հանիրավի դիմացինին մեղադրել, որովհետև ես երբ որ սրանից դեռ 3 տարի առաջ անդադ կրկնել եմ, որ զուտ իմ կենսագրության զբաղեցած աշխատանքներով պայմանավորված իմ ազնվությունը կասկածի տակ դնելը դա ուղղակի վիավորանք է անձիս, որովհետև ի պաշտոնե ցանկացած գործողություն ինչ որ կլինի նախկին կուսակից ընկերներին, կլինի հարազատներին, դա քրորեն պատժելի է, պաշտոնական դիրքը առավելության նպատակով օգտագործելը կներեք, դա քրեական հանցագործություն է եւ ինձ անընդհատ էս բերելը ես ուղղակի ուզում եմ որպեսզի արձանագրենք նման մեղադրանք հնչեցնող մարդը նշանակում է, որ ինքը իր մտքում ունի այդ մտայնությունը, այ որ այսպես է, ես ասում եմ, ես այլ կերպ եմ դաստիարակվել, ես ինձ համար անազնվությունը, անազնիվ պաշտոնավարումը դա բարոյական չէ, ոչ միայն օրենքով է արգելված, այլ նաև իմ կրած բարոյական արժեքներին է հակասում եւ ցանկացած մարդ, որը որ միայն անձին կենսագրության պայմանավորված պիտի մեղադրի, պիտի նախ ինքը իրեն հարցնի, ինքը նման բան կանի, եթե այդ պաշտոնում ինքը նշանակվի, ու եթե դուք համարում եք, որ դուք ձեր նշանակվելու դեպքում չեք անի, ապա ինչու եք իրավունք վերապահում իմ նկատմամբ կասկած հայտնելու։ Ես սա ասում եմ բոլոր նման մեղադրանքների, նման կասկածների համար, որովհետև ես կներեք նոր չեմ ընտրվել այս պաշտոնում, երբ որ ես նոր ընտրվում էի, ես այսպես ասենք, շատ այն ժամանակ ասում եք կապրենք, կտեսնենք, գործով կտեսնենք, թե ով ինչպես է, այսպես ասենք, կյանքին վերաբերվում, իր պաշտոնին վերաբերվում։ 3.5 տարի, 1 տասնյակից ավել ընտրություններ են կազմակերպել, Երևանի ավականու ընտրություններն են կազմակերպել։ Չի բողոքարկել որ ընտրություն, որևէ մեկը չի կարող որևէ փաստ բերել, որ իմ պաշտոնավարման ընթացքում որևէ ապօրինություն կամ ինչ-որ բան եմ արել։ Էլի ես չնայած մյուս կողմից էլ ասեմ, եթե այս պաշտոնի 6 տարվա ժամկետը լրանալուց հետո էլի միակ բանը մնա հիշելու, որ ես նախկին կուսակցական եմ եւ այլ, դա կստացվի, որ ես իրոք հաջողել եմ, որովհետեւ ինձ համար օրինակ ցավալի փաստ կներ, եթե դուք հիմի բերել որևէ, ասենք պաշտոնավարման ընթացքում, որ որևէ դիպված, որ ասեիք, օրինակ դուք այսպիսի բան եք արել, ու դա ասենք արել եք, որովհետեւ դուք ցանկացել եք ձեր, չգիտեմ, կուսակցական ընկերներին նախկին ընտանիքի անդամներին, չգիտեմ, ինչ-որ մեկին առավելություն իր համար առավելություն ստեղծելու համար եք արել, բայց փառք Աստծո չկա նման փաստ, չի կարող լինել, ապագայում էլ չի լինելու։